մոդա էր դարել, գրեցին փողի ուժով իմաստի առասիմ տղային տալ են գրել են անհայտ կորած։ Սակայն 7 տարի չարչարվեցի, ոչ մի արդյունք չկա։ Սերժ Սարգսյան, Վլադիմիր Գասպարյան բոլորը փողով առել են ու իմ երեխուն գրել են անհայտ կորած։ Սակայն որ հեղափոխությունը եղավ, ես Կապանից եկել եմ հասել Երևան, հիվանդ սրտով կանգնել եմ փողոցներն փակել, ասեցի գոնե ես իշխանությունը կփոխվի, իմ երեխան կգտնի։ Բայց որ պարոն Փաշինյանը ընդդիմադիր էր եղել, ես մի շարք անգամ Կապանից հասել եմ, իրան հանդիպել եմ, ասես տիկին իմա, ոչ մի բան չեմ կարող անել։ Հետո որ հեղափոխությունը եղավ մայիսի 14-ին, առաջին նիստի ժամանակ պարոն Փաշինյանին ես հանդիպեցի, նա ինձ տեսավ զարմացավ, ասես խիտիկին իմա, միջև ձեր տղային չեք գտել, ասեցի ոչ։ Կանչմա պարոն Վանեցյանին 1000-ական տալիս, ուտես փոխում 5-6 ածեի տնորեն, սակայն թղթի վրա իմ երեխու գործերը ածում են, բայց ոչ մի բան չեն արել։ Ոչ մի առաջընթաց չկա, պարոն Փաշինյան ջան, դուք լավ գիտեք, դուք խոսք եք տվել լրատվականի առաջ մայիսի 14-ին, որ իմ երեխային գտնենք, սակայն միջև ոչ մի առաջընթաց, ոչ մի լուր չունեն ես իմ տղայի, արդարությունը վերականգնեմ, լավ հների օրոք է եղել, փողի ուժով գրել են անհայտ կորած, բայց ես վստահում եմ պարոն Փաշինյան ջան, դուք ժողովրդական վարչապետ եք եղել, գտեք իմ տղային տվեք, հիմա կանչեք պարոն Սիմոնյանին, ինչքան գնում եմ ինչ չի ընդունում, 1000-ական տվեք, չէ որ դուք հանձնարարել եք ԱԾ-ի ազգային անվտանգություն, հիմա գնում եմ ինչ չի ընդունում, պատճառը ինչն է ես չգիտեմ, ասում են գնացեք դատախազությունն էլ է տեղակ, քննչականն էլ է տեղակ, բոլորը տեղակ եմ, սակայն իմ տղայի գործերը գտնում է ԱԾ-ում, ես խնդրում եմ կանչեք պարոն Սիմոնյանին, 1000-ական տվեք, թող աշխատի իմ երեխուն գտնի, 10 ամիս է ինքը աշխատում է, բայց ոչ մի առաջընթաց չկա, բայց ես պարոն Աբազյանի օրը գնում էի, ինքը շատ ջերմագին ընդունում էր, աշխատեց, բայց ցավոք սրտի չկարողացավ հասնել նպատակին։ Իսկ արդեն 10 ամիս է պարոն Սիմոնյանը նստած ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հազիվ 3 ամիս չարչարվելուց հետո մի կերպից ընդունեց, ասեց ես կարդացել եմ, պարոն Աբազյանը շատ լավ աշխատել է, ես կհամագործակցեմ դատախազի հետ եւ մի ամիս հետո դուք տարբերությունը կզգաք։ Նրանից հետո ինչքան ես պայքարել եմ, գնացել եմ, անգամ 3-4 անգամ Սկորիա եկել, ինչ չի ընդունել։ Պատճառը ինչ է պարոն Փաշինյան։ Չէ որ մարտի 4-ին դուք նոր ազգային ժողովը նոր օրենք ընդունեց, որ անհատ կորածների հարցով պետք է մենակ զբաղվի ազգային անվտանգությունը, բայց հիմա ինչի չի ընդունում ես չգիտեմ։ Կանչեք 1000-ական տվեք, թող ինձ ընդունի, աշխատի իմ երեխան գտնի տա։ Խաղաղ պայմաններում օրը ցերեկով իմ երեխուն տանեն մարդասպաները Մոսկվայում քայլում, ես ինչի համար ընկնեմ Երևանի դռները, ինձ առողջական չունեմ, խնդրում եմ միջնորդեք, թող ընդունի եւ աշխատի 1000-ական տվեք, իմ երեխան գտեք տվեք ինձ։ Իսկ նայեք մի բան ասեմ, ես ճիշտ հասկացա, որ դուք Փաշինյանի հետ հանդիպում ունեցել եք։ Շատ եմ հանդիպել։ Իսկ միջև վարչապետ դառնալ։ Միջև վարչապետ դառնալը ինքը որ ընդդիմադիր է 4-5 անգամ ես Կապանից եկել եմ հասել իր մոտ, ինքը շատ ջերմագին ընդունել, ասեց տիկին եմա ոչ մի բան չեմ կարող անել։ Հետո որ արդեն հեղափոխություն եղավ, կառավարական շենքի առաջին իստը որ եղավ, ես ինքս տեսավ զարմացավ, ասեց չէ գտես ձեր տղային, ասեցի չէ։ Կանչեց 1000-ական տվեց, իմ տղայից գործեր ուղարկեց ազգային անվտանգություն, փոխվեց մի շարք տնօրեններ, բայց Ին որ ասում սայլը տեղից չի շարժվել, ոչ մի նորություն, ոչ մի բան։ Մենակ իսրտե ինձ ջերմագին ընդունում էր պարոն Աբազյանը ու աշխատում էր, սակայն չհասցրեց միջև վերջը իմ երեխուն գտնել։ Այս մոտ օրերս ես պատահական փողոցում հանդիպեցի փոխնախարար ոստիկանության պարոն Ցուցուլյանին, այնքան ջերմագին ընդունեց այդ մարդը։ Երանի բոլոր այդ տնօրենները, բոլոր ղեկավարները տես լինեն։ Տղայիս եղելությունը պատմեցի, մնաց ապշած, ասեց ես հարցումներ կանեմ, այդ հարցով ձեզ կնդառաջեմ։ Շատ ջերմագին ինձ ընդունեց պարոն Ցուցուլյանը։ Երանի բոլորն էլ ընդունեն, Երանի օրինակ վերցնին պարոն Սիմոնյանը, որ քաղաքացուն այդպես են ընդունում։ Եվ ոչ թե գնամ ժամերով դե կանգնեմ շտապ օգնությունը գա ինձ վատ պայմաններում սրսկումներ անի, զանգի իրեն, բայց ինքը ոչ ընդունում, ինչն է պատճառը չգիտեմ, պարոն Փաշինյան։ Ես մենակ խնդրանքը սա է, դիմեք պարոն Սիմոնյանին, իմ երեխուն գտնի տա, ես ոչ մի բան ձեզանից չեմ ուզում, մենակ իմ երեխային եմ ուզում, խաղաղ պայմաններում ես ում դիմեմ, արդարությունը վերջապես պիտի վերականգնի հեղափոխություն եղել, բայց այդ հեղափոխության արձագանքը ես չեմ գտնում։